Լաթակիայի սրտում ալևիական համայնքի ավանդական բնակավայրերում արյունալի բախումները շարունակվում են։ Զանգվածային բնաջնջման են ենթարկվում փոքրամասնության ներկայացուցիչները։ Սիրիայում կոտորած է։ Հազարավոր դիեր առանձնակի դաշնությամբ սպանություններ են երկրի արևմուտքում։ Անվտանգության ուժերի և նախկին նախագահ Ասադի հավատարիմ զինվորականների միջև բախումների հետևանքով 1000-ից ավելի մարդ է զոհվել, 900-ը խաղաղ բնակիչներ։ Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարան հայտարարել է, որ կպատժի նույնիսկ իր ամենամոտ մարդկանց, եթե պարզվի, որ նրանք մասնակցել են երկրի ափամերձ շրջանում զանգվածային սպանություններին։ Մենք կռվել ենք, որ մարդկանց պաշտպանենք, չենք ընդունի, որ անարդարացիորեն արյուն թափվի, բոլորը կստանան իրենց պատիժը։ Իրավիճակի սրման ամբողջ մեղքը նա գցում է նախկին ռեժիմի կողմնակիցների վրա, պնդում, որ ֆինանսական աջակցություն են ստանում այլ երկրներից։ Սիրիան իրավական պետություն է, օրենքը բոլորի համար է։ Սիրիայի քրդերը համաձայնագիր են ստորագրել դառնալով նոր իշխանության անվտանգության ուժերի մաս։ Քրդական տարածքներում տեղակայված բոլոր քաղաքացիական և ռազմական օբյեկտները, այդ թվում անցակետերը, օդանավակայանները, գազի ու նավթի հանքավայրերը միանալու են նոր իշխանության համակարգին։ Այսպիսով քրդական փոքրամասնությունը դառնում է Սիրիայի անքակտելի մաս։ Ունենալու են քաղաքացիություն, օգտվելու են բոլոր սահմանադրական իրավունքներից, մասնակցելու են Սիրիայի բոլոր քաղաքական գործընթացներին։ Այս համաձայնագիրը կարևոր նշանակություն ունի, քանի որ քրդական ուժերը նախկինում մերժել են կենտրոնական իշխանության այս առաջարկը։ Թուրքական կողմը հարցի լուծման առնչությամբ հույսեր է կապում Քրդստանի աշխատավորական կուսակցության հիմնադիր Աբդուլլահ Օջալանի հետ։ Զենքերը վայր դնելու և ինքնալուծարվելու նրա կոչը, սակայն զինյալներն այնքան էլ լուրջ չեն ընդունել, և Անկարան համարում է, որ Սիրիայի քրդական ջոկատները PKK-ի շարունակությունն են։ Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ասադի հավատարիմ ուժերի դեմ ռազմական գործողությունն ավարտված է, մինչդեռ համացանցում տարածվում են ջարդերի նոր կադրեր։ Տեսանյութերից մեկում ահաբեկիչների ղեկավարը խաղաղ բնակիչների սպանդից առաջ ցուցումներ է տալիս և շեշտում, որ չի կարելի նկարել։ Բախումների ֆոնին Հալեպի նահանգային իշխանությունը այցելել է Հայաստանի գլխավոր հյուպատոսություն և հյուպատոս Ավետիսյանին փոխանցել, որ Սիրիայի հայ քաղաքացիների և Հայաստանի հանդեպ ունեն մեծ ակնածանք ու այդ վերաբերմունքը շարունակական է լինելու։ Լենա Կարապետյան, Էպիկենտրոն,